Գալստյան, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ինչ դրական միտումներ եք տեսնում 2025 թվականին եւ ինչպիսի տրենդներ են լինելու 26 թվականի կտրվածքով եւ եթե թույլ տաք երկրորդ հարցը ինչ էտապում է գտնվում ենթավորած դրական ակտերի մշակումը կրիպտոակտիվների մասին օրենքի կարելի է ակնկալել որ 26 թվականին արդեն կլինեն իցավզավորված կազմակերպություններ այդ ոլորտում եւ ընդհանրապես կենտրոնական բանկի ինչպիսի տեսլական ունի նորարարությունների եւ ֆինանսական կայունության միջև հավասարակշռության վերաբերյալ Շնորհակալություն հարցերի համար սկսեմ կապիտալի շուկայից Եթե մի 5 տարի առաջ օրինակ այս խոսակցությունը տեղի ունենար ու դուք ինձ նույն հարցը տայք, ես կասեի, որ մենք ակնկալում ենք, որ շուկան որոշակի զարգացում կունենա։ Մասնավորապես պարտատոմսերի մասով ակնկալիքները են, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, ջանքերը, ենթակառուցվածքների ստեղծումը բորսայական եւ արտաբորսայական պիտի նպաստեն նրան, որ կապիտալի շուկայում որոշակի շարժ տեսնենք մենք։ Այսինքն տեսնենք ոչ միայն ֆինանսական կազմակերպությունների կողմից պարտատոմսերի թողարկում, այլ նաև տեսնենք, որ իրական հատվածի ընկերությունները եւս փորձում են միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով։ Այս պայդրությամբ մենք ունենք մի իրավիճակ, որ կառավարության գործընկերների կողմից եւս մշակված ծրագիր կա, գիտեք, աջակցման ծրագիր ունեն հատուկ, որի արդյունքում մենք շատ մեծ ծավալի թողարկումներ ենք տեսնում ոչ միայն ֆինանսականի կողմից, այլ նաև ոչ ֆինանսական, այսինքն ինչ մենք պլանավորում էինք, ես կարող եմ ասել նույնիսկ դրան գերազանցող որոշակի թողարկումների ծավալ ունենք, համեմատական թվերով, եթե ես ճիշտ եմ թվերը հիմա մտաբերում, ձեռքից տակ չկա 700 միլիարդը գերազանցող պարտատոմսերի թողարկում կա Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե ես չեմ սխալվում, մեր պետական պարտատոմսերը դրամով մոտարապես 28 տրիլիոն են, այսինքն մոտ 25%-ը նրա 25%-ի չափ էլի, ընդհանուրի մոտարապես 20%-ի չափ մենք ունենք ոչ պետական պարտատոմսեր։ Գոհացնում է արդյունքները մեզ, մենք կարծում ենք, որ սա դեռևս սկիզբն է։ Երկու խնդիր կա, որի վրա ես կուզեի, որ մենք մեր հետագա գործողությունների ծրագիրը կառուցեինք, դա բաժնետոմսերի շուկայի զարգացման ծրագրերն են, այսինքն ոչ միայն պարտքային գործիքներ, այլ նաև բաժնային գործիքներ, որը թույլ կտա նոր տիպի ներդրողների ներգրավում ու նոր տիպի ներդրողների մուտքը շուկա, որովհետև ենթակառուցվածքները ըստ էության կան։ Հիմա եթե գնանք բաժնային արժեթղթերի շուկայի զարգացման ճանապարհով, ես կարծում եմ թե բիզնեսին, թե ներդրողներին դա շահեկան է։ Մի խնդիր, որի վրա ես կուզեի մեր ուշադրությունը սևեռել ու կարծում եմ այդտեղ մի քիչ աչալուրջ պիտի լինենք, մենք վերջին թողարկումների ազդագրերը, երբ որ գրանցում ենք կենտրոնական բանկում, գիտեք, որ բոլոր ֆինանսական գործիքների ազդագրերը ըստ էության մենք ենք գրանցում պարտատոմսերի մասնախոսքը։ Ես նկատեցի, գործընկերներն էլ այդպես խոսեցինք ընթացքում, հասկացանք, որ leverage-ի գործակիցը իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի մասով ու իրանց ֆինանսների մասով բավականին մեծ է։ Այսինքն ֆինանսական կազմակերպությունների նորմատիվային դաշտում գործելու պարագայում մենք թողում ենք իրանց, որ իրանք ունենան կապիտալի ադեկվատության նորմատիվ 12, ինչը ընդհանրում է leverage մոտարապես 8-9, չգիտեմ, ինչ որ մի հատ այդ թվի շուրջ։ Մենք այս վերջերս տեսանք, որ իրական հատվածում գործընկերներ կան, ում leverage-ը մոտարապես 17, 18, 19, այսինքն այս տիպի թվեր է։ Ու ես կարծում եմ, որ համ իրական հատվածի գործընկերները այդտեղ անելիք ունեն, այսինքն այդտեղ կապիտալ պիտի ավելացվի, որ դու կարողանաս նաև պարտքդ մեծացնես, համարժեք լինի, եւ ներդրողներն էլ պիտի աչալուրջ լինեն, որ որոշակի այդ ֆինանսական ցուցանիշներին մի քիչ ավելի մանրակրկիտ նայեն, որովհետեւ leverage-ը ենթադրում է որոշակի ռիսկ։ Ինչ վերաբերում է կրիպտոներին, այսօր եթե չեմ սխալվում, առաջին ընթերցման ազգային ժողովը մտնում այս անցումային շրջանը որոշակի կարգավորող օրենսդրական փաթեթ, որտեղ 27 թվականի հունվարի 1-ից դուք գիտեք, որ կանխիկով գործառնությունները կրիպտոյով չէր թույլատրվելու։ Հիմա որոշակի այս անցումային պերիոդում 26-ի հունվարից մինչև 27-ի հունվար մենք թողում ենք, որպեսզի կրիպտո ակտիվներ ձեռք բերվեն նաև կանխիկով մինչև 300,000 դրամի չափով։ Այսինքն կոմպրոմիսային ինչ որ տարբերակ է, բայց նույնականացման բայգործընկերս հուշում է ճիշտ շատ կարևոր դրվագ է, պիտի անպայման նույնականացվեն այն անձինք, ովքեր որ իրականացնում են կրիպտոյի առք կամ վաճառք։
Կրիպտոյի հետ կապված երկրորդ ձեր հարցին մի քիչ ավելի մտորելու բանի տեղա տալիս, արդյոք մենք պահում ենք այդ բալանսը նորարարության եւ եթե սահմանենք նորարարությունը ինչ է, ես կարծում եմ դուք կտեսնեք, որ մենք կանգնած ենք նորարարության կողքին։ Նորարարությունը դա կրիպտո ակտիվի առք ու վաճառքը չի։ Նորարարությունը դրա հետևում կանգնած տեխնոլոգիաներն են, դրա հիմքում ընկած լուծումներն են։ Դրա պարագայում ես դες հավաստիացնում եմ, որ կենտրոնական բանկը ոնց որ մշտապես կանգնած է նորարարության կողքին։ Բայց եթե խոսքը բացառապես գնում է կրիպտո ակտիվների առք վաճառք կանխիկի դիմաց կամ ոչ կանխիկի դիմաց, դուք էլ ինքներդ ես տեսնում եմ, որ դուք էլ եք իմ հետ համակարծիք, որտեղ ոչ մի նորարարության էլեմենտ ըստ էության չկա։ Մակարոնյուս հակալություն։ Պարոն Գալստյան, ես կուզեի անդրադառնալ